Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն եւ ամանորին ընդառաջ շարունակվում են նաեւ հեքիաթային պատմությունները, որոնցից մեկը եւս դարձել է իրականություն։ Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվել է նոր սառցե շոու, որի պրեմիերան տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 20-ին եւ 21-ին։ Այն կոչվում է Նոր հրաշքի նախօրեին։ Թե ինչպիսի պատմություն է սա, կիմանանք հենց հիմա։ Այո, այսօր մեր հյուրերն են Ալեն Մարգարյանի մայրը Նազելի Տերտերյանը եւ զգեստների դիզայներ Կարինե Դնոյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք մի անգամից զրուցենք ներկայացման մասին։ Ինչ ներկայացում է, ինչ ասելիք ունի, փոքր պարզաբանենք, մանրամասնենք։ Սիրով եւ շնորհակալություն ձեր այս լուսավոր տաղավարում կրկին անգամ մեզ հյուրընկալելու համար։ Սիրով։ Ինչպես գիտեք, Ալենի հիշատակի հավերժացման միջոցառումները մեր ընտանիքը փորձում է կյանքի կոչել կրթության, գիտության, արվեստի եւ մշակույթի բնագավառում։ Փորձում ենք յուրաքանչյուր անգամ նորովի ներկայացնել ինքնատիպ, յուրօրինակ, ինչպիսին հենց Ալենն էր իր տեսակով։ Այդ շարքում են ընթերցասերի պուրակը, որը հարստացրել է մեր մշակութային ժառանգությունը, գրքասերի քանդակը եւ իհարկե իմ ընկեր Ալենը ընթերցանության համադպրոցական մրցույթը։ Եվ այս անգամ որոշեցինք դարձյալ յուրօրինակ հանդես գալ եւ կյանքի կոչել Ալենի հեքիաթների շարքում տեղ գտած լեգենդ ամանորյա կախարդանքի մասին ամանորյա հեքիաթ ներկայացումը, որը իդեպ բարության, լույսի, սիրո, ներողամտության եւ հանդուրժողականության մասին է։ Այն շատ գեղեցիկ նվեր մտածվեց մեր երեխաներին եւ ինչու՞ չէ նաեւ մեծահասակներին շատ ինքնատիպ ներկայանալու գեղասահքի միջոցով եւ սառցե շոուի տեսքով։ Ինչպես միշտ Ալենի հետ կապված բոլոր նախաձեռնությունները բարին տարածելու մեծ միտում ունեն, բայց խոսենք նաեւ համագործակցության մասին, որովհետեւ իսկապես ամանորին ընթառաջ բազմաթիվ թատրոններ կամ մշակութային խմբեր ներկայացնում են դասական դարձած ներկայացումների ֆորմատը, ինչպես որոշվեց, որ այս անգամ պետք է լինի սառցե շոու եւ ինչպես սկսեցիք համագործակցել Տիկին Դնոյան։ Դա նույնպես Տիկին Նազենի նախաձեռնություններ եւ իմիջիալոց, երբ որ ես իմացա, որ այդպիսի առաջարկ է եղել, մի կողմից շատ հուզվեցի իհարկե եւ մեծ սիրով ասեցի, որ կմասնակցեմ, մյուս կողմից էլ իրոք հետաքրքիր էր, որ նախ հայկական նյութի հիման վրա է դարվում, այդ երիտասարդի, որը մեր բոլորիս համար օրինակ է, մեծ փոքր նշանակություն չունի, սցենարը, այսինքն սցենար չկար, ուղղակի հեքիաթներ, երբ որ կարդացի, այնքան բազմաթիվ հերոսներ են, այնքան հետաքրքիր, այսինքն ինքը փոքր տարիքում է գրել, չէ՞, այդ հեքիաթը։ Այլ ավելի մեծ երևակայությամբ։ Այո, հա դե երեխաքի, այսինքն այնքան հերոսներ կային տարբեր մի կողմից տարբեր հեքիաթներից, այսինքն իր տպավորությունները երևի բոլոր հեքիաթների հիման վրա։ Ես ճիշտ է արդեն այդ ասպարեզ չասեմ, նմանատիպ շոուների համար արդեն 4-րդն է եւ իրոք շատ բարդություններ ունի, որովհետեւ նույնիսկ թատրոնի համար դա ինչ որ հետաքրքիր պետք է լինի, բայց սահորդների համար իրոք շատ բարդ է։ Այո։ Բայց ես մեծ սիրով եմ դա վերցնում, որովհետեւ ինքս մի քանի տարի առաջ իմացա, որ մենք այդպիսի երիտասարդ տաղանդներ ունենք, ընդհանրապես գեղասահորդների հետ կապ չունեի, արելի, բայց Ռուսաստանից եկած արդեն պրոֆեսիոնալների համար։ Մի քանի տարի հետո, բավականին 6 տարի հետո ես իմացա, որ բեմադրությունը պետք է դրվի Հայաստանում եւ երեխաներ պետք է լինեն եւ որ տեսա իրենց առաջի ոնց ասեմ առաջի անգամ ծանոթացա ես հիացած էի այդ սպորտում մենք ինչ որ նվաճումներ չունենք բայց Ամեն ինչ արժևում է։ Պարզվեց, որ երեխաներ ունենք, որոնք շատ տաղանդավոր են, բայց իրենք սպորտսմեններ են։ Էդ էլ է երկրորդ դժվարությունը, հա, այսինքն իրենց համար թատերական բեմադրություն սառցի վրա, դա նոր հմտություն է, նոր ինչ-որ դժվարություն է։ Այո։ Բոլորի համար նոր բան եք մտածել եւ նոր փորձություն։ Համագործակցությունը իրոք լրիվ նոր է։ Փորձեմ մի փոքր նաև լրացում անել, թե ինչու հենց հատկապես գեղասահքի միջոցով
փոքրիկ գաղտնիք բացեմ, որ դեռ մանկության տարիներից գեղասահքը իմ սրտում էր եւ ես գիշերներ շարունակ կարող էի մրցույթները, օլիմպիադաները առանց աչքը թարթելու ժամեր շարունակ դիտել։ Եւ ինչպես նաեւ գիտեք, Ալենյան գաղափարախոսության շրջանակներում է նաեւ երիտասարդ շնորհալիներին ու տաղանդներին աջակցությունը։ Իր երիտասարդ տարիքի համար նա միշտ փորձում էր աջակից լինել եւ հնարավորինս կանգնել նրանց կողքին, ովքեր ունեին տաղանդ։ Ոստի եւ հասկացանք, որ նաեւ պիտի խթանենք Հայաստանի Հանրապետությունում այս սպորտաձևը, քանի որ աշխատում է շատ պրոֆեսիոնալ թիմ, որտեղ ներառված են տարբեր պրոֆեսիոնալ մասնագետներ, ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ սահմաններից դուրս, եւ դա շատ լավ հնարավորություն էր մեր գեղասահորդների համար ունենալ ավելի պրոֆեսիոնալ մասնագետների հետ համատեղ աշխատանք, որպիսի խթանենք նաեւ նրանց մասնագիտացման բարձրացմանը։ Այդ նպատակով հենց որոշվեց գեղասահքում կյանքի կոչել այս հեքիաթը։ Շատ լավ։ Օրինակ ես ինքս ոնց որ ասեցի մի քանի տարի առաջ ուղղակի ինձ համար բացահայտում էր որ մենք ֆեդերացիա նույնիսկ ունենք, այսինքն միայն մասնագետներն են դրանով հետաքրքրվում նայում, բայց այդպիսի միջոցառումների շնորհիվ շատ մեծ մասը։ Նաև ոլորտի հանրահռչակման քայլեր է այս ներկայացումս Արցեշոուն իրենից ենթադրում, բայց խոսենք նաև փորձերից, որովհետև շատ շուտով արդեն պրեմիերան է, կարծես վերջին փորձերի օրերն են, ինչպես են ընթանում։ Արդյոք դուք արդեն տեսել եք ամբողջական ներկայացումը եւ պատկերացնում եմ բարդություններ պետք է որ լինեն, չէ՞։ Այո, դա է պատկերացնում։ Առանց բարդությունների, այն էլ այդ նեղ մասնագիտական ոլորտում բոլորի համար շատ բարդ է, բայց ես փորձում եմ դիմագրավել այդ գայթակղությանը, տեսնելու սկզբից մինչև վերջ, փորձում են ինձ զերծ պահել, որպիսի միանգամից եւ ամբողջական տոն պարգևեն, որովհետեւ այո, ինչու՞ չէ նաև իմանալով Տիկին Դնոյանի պրոֆեսիոնալիզմը այդ ոլորտում, պատկերացնում եմ, թե ինչ շքեղ կոստյումներ են, հագուստները ինչպիսի գունեղ են, ինչպիսի պայծառ են, այնպես որ գումարած մեր գեղասահորդների անձնական հմայքը, այն շոուն պետք է որ կայանա։ Հիանալի է։ Արդյոք այս շոուն, Սառցե շոուն կլինի նոր սկիզբ համագործակցությունների եւ գուցե հետագայում կամ կրթահամալիրի սաները ունենան հնարավորություն գեղասահքի դասերի մասնակցելու եւ նաեւ այդպիսի երազանքներ իրականացնելու, արդեն կան նոր գաղափարներ։ Շնորհակալ եմ հրաշալի հնարավորության համար, որ ձեր եթերից մեկ անգամ եւս ասենք, որ մեր ընտանիքը փորձում է դարձյալ կրթությունը խթանել եւ արդեն իսկ հիմքերը դրվել են Ալենյան կրթահամալիրի։ Մենք ձեռք ենք բերել հրաշալի մի տարածք, որտեղ կունենանք ֆանտաստիկ դպրոց, միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան, հնարավորինս գերհագեցած, որտեղ կփորձենք մաքսիմում շատ հնարավորություն ընձեռնել մեր սաներին, ավելի շատ արվեստի, սպորտի, մշակույթի հետ առնչվելու, ուստի եւ միգուցե եւ փորձենք նաեւ կյանքի կոչել ձեր իսկ ասած առաջարկը։ Տիկին Տերտերյան, ինչպես ծնվեց Ալեն Մարգարյանի հեքիաթը եւ որն էր նրա ուղերձը, որ նա ուզում էր փոխանցել երեխաներին։ Շատ շնորհակալ եմ, շատ հոգուս հարազատ հարց տվեցիք։ Ալենը ստեղծագործում էր մանկությունից։ 6 տարեկան հասակում նա գրել է իր առաջին տերևը հեքիաթը, որը շատ մանկական պարզամտությամբ, բարությամբ, սիրով, լույսով եւ ապրումակցումով հարուստ հեքիաթ է։ Եվ ինչպես արդեն գաղտնիք չէ, թե կզնակ հիմնադրամի տված մասնագիտական հրաշալի կարծիքի հիման վրա կրթության, գիտության եւ սպորտի նախարարի հրամանով այս հեքիաթների ձեռնարկը ճանաչվել է որպես դասագիրք։ Եվ ինչպես հարցազրույցի սկզբում նշեցի, յուրաքանչյուր անգամ փորձում ենք կյանքի կոչել շատ ինքնատիպ միջոցառումներ Ալենի հիշատակի հավերժացման։ Դրանց շարքում է նաև հեքիաթներից մեկի հիման վրա ստեղծվող մուլտֆիլմը, որի աշխատանքները նախապատրաստական արդեն իսկ գնում են մյուս մեր համագործակցող թիմի հետ, այնպես որ մեր հանդիսատեսը բախտ կունենա նաև վայելելու մուլտֆիլմի տեսքով հեքիաթը։ Այո, եւ քանի որ դարձյալ գաղտնիք չէ, շուրջ 3 տարի է Երևանի
Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում կյանքի է կոչվել Ալենի 3 հեքիաթների հիման վրա բեմադրված դետեկտիվ Ալենը ներկայացումը, որը դարձյալ կրթությունը խթանելու համար է, գրքի կրթության նկատմամբ խոնարհում է առաջացնում երեխաների մեջ, մոտիվացնում է նրանց ավելի շատ սիրելու ընթերցանությունը, գիրքը եւ գրքի հետ բարեկամանալու։ Փորձում ենք հնարավորինս ամեն ինչ ներդնել, որպեսզի մատաղ սերունդը ավելի շատ կրթվի, դառնա ավելի բարեկիրթ։ Այո։ Իսկապես յուրաքանչյուր կարծես ոլորտում, որը վերաբերում է կրթությանը, մշակույթին եւ պատանիների ու երեխաների զարգացմանը, մի նախաձեռնություն կա, որ իրականություն է դառնում եւ այս տարվա վերջինը կարծես հենց լինելու է Սառցե շոուն, որը կոչվում է Նոր հրաշքի նախօրեին, սիրելի հեռուստադիտողներ, որտեղից ինչպես կարող են հետևել, որպեսզի իմանան բացի այս 2 օրերից էլ երբ տեղի կունենա ներկայացումը Սառցե շոուն։ Արդյոք սոցհարթակներում էջերին հետևելով կկարողանան այս ինֆորմացիան ստանալ։ Այո, Փարքաստո այսօր սոցհարթակները բազմաթիվ նեգատիվ երևույթների շարքում տալիս է նաև շատ դրական։ Արդյունք, այո, հանրությունը հնարավորություն ունի ինֆորմացվելու այն միջոցառումների մասին, որոնք կյանքի են կոչվում։ Ուստի եւ մի փոքր ուշադրություն եւ տարբեր էջերում հետաքրքրվողները, գեղասարքի սիրահարները, ինչու՞ չէ, արվեստի մշակույթի սիրահարները կարող են լիարժեք ինֆորմացվել, որտեղ, որ ժամերին, որ ամսաթվերին է տեղի ունենալու այս ֆանտաստիկ Սառցե շոուն, իր նմանը չունեցող, նախադեպը չունեցող, իր մասշտաբայնությամբ, գույնով, լույսով, կոստյումների հագեցվածությամբ, այնպես որ եւ որպեսզի բաց չթողնեմ նաեւ ձեր նախորդ հարցի պատասխանը ասեմ, որ Ալենի ուղերձների շարքում էր կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը դարձնելու մեջ է։ Ուստի եւ Ալենը ուղերձ է հղել բոլորիս կյանքը դարձնելու ավելի լավը, փոխելու աշխարհը դեպի բարին, ազնիվը, դրականը։ Կարծես մեր նաև զրույցի հիանալի ամփոփում ու երկուշաբթի առավոտ հիանալի ուղերձ է բոլորիս, հենց այսօրվանից էլ ավելի լավը դառնալու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, կարելի է իսկապես առաջնորդվել այս խոսքերով ու աշխարհը ավելի լավը դարձնելու այդ մեծ ձգտումներից, սկսել փոքր քայլերից, սկսել մեզնից ու այն վստահաբար կդառնա ավելի բարի ու ավելի լավը։ Իսկ հիմա ինչ ենք անում, իմ սիրելի Մանեն։ Ծանոթանում ենք օրվա լրահոսին, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Ոչ մի տեղ չգնա, կգաք։